Սարգոնախագահող, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Ինչպես տեսնում եք, հերթական անգամ ազգային ժողովում ընդդիմության աթոռները դատարկ են։ Այսպես եղել է գրեթե 5 տարի։ Այս մարդիկ չեն ուզում գալ եւ իրենց մանդատի շրջանակներում աշխատել, որտեղ իրենց մանդատը բոլորովին այլ նպատակների համար է։ Ամբողջ նախընտրական շրջանում ընտրակաշարք բաժանած ուժերը այսօր կանգնել ընտրախախտումներից են խոսում։ Իրենց ընտրակաշարքի ձայնագրությունները ողջ համացանցում պտտվում են։ Այդ ընտրակաշարքի շնորհիվ անցողիկ շեմն անցել են, հիմա էլ իբրև ընտրախախտումներից են խոսում։ Եթե այս ընտրությունում կա մի մեծ ընտրախախտում, որն իրականում ազդել է արդյունքների վրա, ապա դա միանշանակ ընտրակաշարքի միջոցով ձեր ստացած քվեներն են։ Դուք քաղաքացու անկեղծ քվեի կարոտ եք մնալու եւ մնացել եք եւ մնալու եք, որտեղ ձեր միակ ելքն ու հույսը մարդու կամքը գնելու մեջ է։ Երևի այն պատճառով, որ հենց ձեզ են կյանքի տարբեր փուլերում գնել ու վաճառել։ 2018 թվականից ի վեր Հայաստանի քաղաքացիները հստակ հասկացել են, որ իրենց ձայնը կարող է փոխել ամեն ինչ։ Հասկացել են, որ 10, 20 կամ 50 հազար դրամով վաճառած քվեն վաղը անգամներով ավելի թանկ է արժանալու իրենց եւ իրենց երեխաների ապագայի վրա։ Որտեւ երբ դու մի բան վաճառում ես, այլևս իրավունք չունես որևէ բան պահանջելու։ Այս եռագլուխ ընդդիմությունը այդպես էլ անօրակարգ մնաց։ Բացի փողից ու մեր դեմ ուղված հիստերիկ ապատեղեկատվությունից, նրանք մարդկանց որևէ բան չառաջարկեցին։ Մինչև 18 թվականը Հայաստանում իշխանությունն էր ընտրակաշարքի չեմպիոնը, դրանից հետո արդեն ընդդիմությունը, այն ընդդիմությունը, որը նախկինում իշխանություն էր։ Այս մարդկանց մեթոդները դեռ չեն փոխվել եւ չեն էլ կարող փոխվել։ Նրանք երբեք չեն շփվել հասարակ քաղաքացու հետ։ Դրա համար էլ կարծես թե փողը բավարար է։ Բայց մի ուշագրավ փաստ, եթե երկիրն այս տարիներին տնտեսապես զարգացած չլիներ, դուք դեռ ձեր նախկին 20-10 հազար դրամանոց ընտրակաշարքին կապավինեիք, այլ ոչ թե ստիպված կլինեիք անգամներով ավելի մեծ գումարներ առաջարկել մարդկանց։ Անգամ ձեր ընտրակաշարքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը։ Ուզում եմ հստակ ընդգծել, ընտրակաշարք բաժանող այս ուժերը իրենց պատիժը օրենքի ոչ խստությամբ ստանում են եւ դեռ ստանալու են, ինչպես նշեց վարչապետը, իրենք ընտրակաշարք բաժանող ուժերը որևէ շանս չունեն հաջորդ անգամ լինել թեկնածու։ Սիրելի հայրենակիցներ, վերջին ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ ճանապարհի վրա է։ Տալով ձեր վստահության քվեն դուք վերահաստատեցիք, որ քաղաքացին է այս երկրի ինքնիշխանության, անկախության միակ տերը։ Հենց ձեր քվեն որոշեց, թե ինչպիսի ապագա ենք ունենալու։ Ես վստահեցնում եմ ձեզ, այդ ապագան լինելու է խաղաղ, անկախ եւ զարգացող Հայաստանում։ Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր տված յուրաքանչյուր քվեի համար։ Շնորհակալ եմ։